Վերադարձանք տաղավար և ինչպես արդեն հասցրել էինք ձեզ անոնս անել, խոսելու ենք շատ հետաքրքիր թեմայից մեծ պահքի մասին։ Ասենք, որ այս տարի Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը նշվելու է ապրիլի 5-ին, մեծ պահքը կմեկնարկի հետևաբար արդեն փետրվարի 16-ից։ Մեծ պահքի շրջանը տևում է 48 օր, բուն բարեկենդանից մինչև Սուրբ Հարության տոնի նախօրեն։ Մեր տաղավարում է հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը։ Տարին իրապես նոր է սկսվել և հասկանանք, թե այս տարի ինչ խոհարարական փառատոններ են անցկացվելու մեր երկրին, որ մարզի խոհարարական ավանդույթներն են այս տարի գիրք դառնալու և իհարկե, ինչպես արդեն հասցրինք ասել, խոսենք նաև մեծ պահքի շրջանից։ Տեսնում ենք գիրքը, շատ հետաքրքիր կազմով։ Եկեք սկսենք հենց գրքերից, առաջարկում սկսել գրքերից։ Այս տարի առաջին որ մարզի խոհանոցն ենք անդրադառնալու, որն է գիրք դառնալու։ Լորի եմ տեսնում այնտեղ։ Լորին արդեն դարձել է, նախ բարև ձեզ, ուրախ եմ, որ մենք միասին ենք հիմա։ 4 մարզ տպագրված է արդեն եւ ուզում եմ եւս մեկ անգամ առիթը օգտագործելով շնորհակալություն հայտնել ռազմավարական զարգացման գործակալությանը, որոնց շնորհիվ որ մենք տպագրեցինք այդ մարզերը՝ Լորի, Տավուշ, Վայոց ձոր եւ Սյունիք։ Ուրեմն մենք կարող ենք եւ աշխատանքներ ենք ձեռնարկում իհարկե սպոնսորի եւ հովանավորի խնդիր է, բայց կարծում եմ որ կհաջողենք եւ կտպագրենք այս տարի Շիրակը եւ Գեղարքունիքը։ Մտածում եմ նաև աշխատանքներ ենք տանում նույնպես Արցախի խոհանոցի մասին, որ արդեն մշակված է։ Այս 3 մարզերը եւ Արցախը արդեն կարող ենք ասել, որ մշակված են, պետք է ուղղակի պատրաստել, նկարել եւ տպագրել։ Նաև աշխատանքներ ենք տանում Անի խոհանոցի վերաբերյալ 9-ից 11-րդ դարի մասին է խոսքը, այնտեղ էլ բավականին նյութեր ունենք հավաքագրված, որոնք հավաքագրել ենք մենք Ռոստովի մարզի, Լեհաստանի, Ուկրաինայի, Ռումինիայի այն գաղթօջախներում, որտեղ որ 14-ից 17-րդ դարում հանգրվանել են անից գաղթածները։ Այնպես որ գրքերի մասով շարունակելու ենք հաստատ եւ դա մենք անում ենք մեր նշանաբանը Հայաստանի խոհարարական քարտեզի, այսպես պայմանական անունով պիտի իրագործենք դա։ Հրաշալի է, հաջողություն գործին, հաջորդ անգամ հյուրընկալենք եւ արդեն խոսենք արդեն տպագրված գրքերի մասին։ Եթե անցնենք փառատոնների թեմային, այ փառատոնները իրենց տեսակով եւս հանրահռչակման ինչ որ միտում ունեն, թե սնունդի հետ կապված հայկական, թե այլ ավանդույթների կապված խոհանոցի հետ, ինչ փառատոններ ունենք այս տարի, նորերը կլինեն, թե նախորդներն ենք անելու երկրորդ, երրորդ անգամ։ Տեսեք, սովորաբար եթե մենք հաշվենք հիմա, մենք մոտավորապես 5-6 փառատոնի նախաձեռնող ենք եղել, որոշները ժամանակավորապես դադարեցված են եղել, այդ թվում Տոլմայի, Խորովածի, տոնածիսական կերակրատեսակների, այ դուք նշեցիք այդ պահքի ժամանակաշրջանը, մենք ընդհանրապես մեր գործունեությունը սկսել ենք տոնածիսական կերակրատեսակների փառատոնով 2009 թվականին հունիսի 12-ին առաջի փառատոնը իրականացրինք։ Բայց այս տարի, այսինքն արդեն կազմակերպվածներից պիտի նշեմ հայ-իրանական մշակութային խոհարարական փառատոնը Նավասարդ խորագրով եւ հայ-վրացական մշակութային խոհարարական փառատոնը Միմինո խորագրով, որը մենք իրականացնում ենք համատեղ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի հետ միասին։ Սա անպայման կիրականացնենք։ Անցած տարի մենք նախաձեռնեցինք նորից Տուրիզմի հայկական ֆեդերացիայի հետ Հայաստանում ներկայացված ազգային փոքրամասնությունների խոհանոցի փառատոն Արզնիում արեցինք։ Հիմա իմ կարծիքով դա շատ կարևոր է եւ պիտի աշխատենք այս տարի նույնպես իրականացնել, ավելին ասեմ, մենք ուզում ենք եւ արդեն նախաձեռնել են նաև եզդիների օրինակ խոհանոցի վերականգնման աշխատանքները, որոշակի արդեն հարցումներ արել ենք, նաև այլ փոքրամասնությունների, որոնք որ
ասորիների, ինչու ոչ, որոնք որ մեր երկրում ապրում են, մեզ հետ հավասար կրում են մեր եւ ուրախությունները, եւ տխրությունները, եւ ամեն ինչ այնպես ինչպես հարկն է, որպես Հայաստանի քաղաքացի։ Մենք հիմա աշխատանքներ ենք տանում, որպեսզի վերականգնենք Տոլմայի փառատոնը։ Ես այդպես սպանցիկ հանդիպման ժամանակ խոսեցի մշակույթի նախարարի հետ, Տիկին Անդրեասյանի, եւ հարցը բարձրացրի քննարկման մեջ է պիտի տեսնենք նորից, որովհետեւ դա շատ կարեւոր փառատոն է։ Բացի նրանից, որ մեր մշակութային ժառանգությունը որպես ազգային խոհանոցի հիմնական այդ տոնական գերագրադեսակի փառաբանումը կներեք, լուսաբանում եւ տարածումն է, նա նաեւ շատ պահանջված փառատոն է եւ շատ մենք հեռախոսազանգեր ենք ստանում, ովքեր որ հետաքրքրվում են այդ փառատոնով։ Բայց կներեք ինչու դադարեցվեց Տոլմայի փառատոնը։ Դե ֆինանսավորում չկար ընդհանրապես եւ մի կազմակերպության թույլատրված է կամ հովանավորչական, այսպես պետական ծրագրի մեջ թույլատրված է մեկ փառատոն իրականացնել։ Սա մի քիչ խնդրարույց աշխատանք է, խնդրարույց ծրագիր է։ Մենք դրա մասին խոսել ենք туриզմի կոմիտեում, չգիտեմ, միգուցե դա փոխեն, որովհետեւ իրականում ոչ թե պիտի կազմակերպություններին հովանավորեն, այլ փառատոնները հովանավորեն, որ փառատոնն է կարևոր եւ այդ փառատոնի մասով քննարկումը գնա, այլ ոչ թե այս կամ այն կազմակերպության։ Այ պարոն Մամուլյան, խոսեցինք հայկական ուտեստների հանրահռչակումից։ Եկեք հասկանանք, թե այս տարի հատկապես որ ուտեստի ուղղությամբ ենք աշխատանք տանելու։ Ես եւ մեր կազմակերպության հատկապես խորհրդի մասով մենք ամեն տարի նախնական այսպես ծրագրավորում ենք խորհրդի շրջանակներում եւ որ ուղղությամբ պիտի գնանք։ Ընդհանրապես բացի փառատոնները մենք նախանշել ենք 5 ուղղություն, դա նորից գրքերի տպագրությունն է, փառատոնների իրականացումն է, ազգային խոհանոց զարգացման ռազմավարական հայեցակարգի իրագործումն է, որը մենք գրել ենք արդեն պատրաստ է այդ փաստաթուղթը 5 տարվա ռազմավարություն, ուղարկել ենք կառավարություն եւ դրա քննարկման մասով դեր անելիքներ կան իհարկե, բայց դրանից մի առանձին որպես դետալ հանել ենք եւ առանձին ենք իրականացնում, օրինակ ազգային խոհանոցի պետականորեն ամրագրման հարցը։ Սա շատ կարևոր հարց է, ամենաառանցքային հարցն է։ Մենք փաստորեն պետականորեն ամրագրված խոհանոց չունենք եւ այդ աշխատանքը սկսել ենք արդեն մշակույթի եւ էկոնոմիկայի նախարարության հետ միասին եւ իհարկե փառատոնները նշեցինք, հավաքչությունը պիտի շարունակենք եւ նաեւ հանրահռչակելու խնդիրները պիտի լուծենք։ 5 ուղղություն, որոնք որ արտաքին կապերը պիտի անպայման ներգրավվենք մենք միջազգային կազմակերպությունների մեջ, որը արդեն նախաձեռնել ենք, աշխարհում գոյություն ունեն իհարկե շատ կազմակերպություններ, բայց մենք արդեն բանակցությունների շնորհիվ արդեն կապեր ենք հաստատել եւ համարյա թե անդամագրվել ենք, ուրեմն Ավգուստ Էսկոֆիե կա այդպիսի մի անձնավորություն եղել է, ով հանդիսանում է խոհարարության եւ ռեստորանների կանոնադրության հեղինակը, տերմինոլոգիայի հեղինակը։ Մենք այդ հիմա գոյություն ունի դիսցիպլին Էսկոֆիե կազմակերպություն։ Համագործակցելով արդեն մենք միացել ենք այդ կազմակերպության։ Այսինքն նաեւ հանրահռչակելը դա այդ հարթակները օգտագործելն է նաեւ նշանակում, միջազգային հարթակները։ Այս շատ հարցերում մենք տեսնում ենք, փորձում ենք վիճել հնարավորինս մեր հարևանների հետ կապված տարբեր թեմաներով։ Տպավորություն է, որ խոհանոցը բարեբախտաբար մնում է այն կետում, որ մի քիչ դժվար է այնտեղից գողանալը։ Չնայած փորձեր արվում են, բայց այն ինչը մերն է, մերն էլ չասեմ դեռ, բայց մերը մնում է եւ իր դիրքերը հաստատուն է։ Այսը ինչի հետ է կապված, արդյոք այդ հանրահռչակումն է դրան նպաստում, թե ինչ որ աշխատանքներ են ամեն դեպքում տարվում։ Դա կապված է նրա հետ, որ 2007 թվականին ստեղծվեց Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպությունը։ Ես արդեն մի կողմ պիտի դնեմ ավելորդ համեստությունը եւ այդ կազմակերպության անդամների
մեծ հզոր այդ տղաների շնորհիվ կամաց ազգային խոհանոցի կարևորությունը ներդրվեց մեր մտածելակերպի մեջ։ Եթե մենք խոսենք մի 20-25 տարի առաջվա իրականության մասին, կտեսնենք, որ մեր խոհանոցի մասին մաղալի շուրջ ինչ-որ մի քանի կերակրատեսակ եւ հարիսախաշ, խաշլամա, խորոված եւ այլն եւ սահմանափակվում է, բայց մեր կազմակերպության եւ մեր կազմակերպության անդամների շնորհիվ եւ հերոստահորդումներ եւ փառատոններ եւ այլն մեծ աշխատանք ենք մենք իրականացրել 20-ամյակը եկող տարի պիտի լինի, այն ժամանակ մենք կներկայացնենք իհարկե այդ ամբողջ գործունեությունը նպաստեց նաև նրան, որ մեր ազգային խոհանոցի նկատմամբ հենց մեր երկրում վերաբերմունքը փոխվեց։ Եվ մենք այսօր շատ լավ վիճակի մեջ ենք առայժմ, բայց երբեք չի կարելի ասել, որ ամեն ինչ արված է եւ վերջ մենք ապահով ենք եւ մշակութային այս ժառանգության մասը, որպես ազգային խոհանոց, ապահով է այլ երկրների կամ օտար երկրների ոտնձգությունից։ Երբեք դա չի կարելի ասել։ Միշտ այդ ոտնձգությունը լինելու է։ Մենք միշտ պիտի պատրաստ լինենք ուղղակի։ Այ պարոն Մամուլյան, մենք արդեն նշեցինք, որ մեծ պահքին բան չի մնացել։ Մեծ պահքը կմեկնարկի փետրվարի 16-ից, որքանով է պահքային խոհանոցը հարուստ եւ որոնք են ամենահայտնի ուտեստները եւ որոնք են մոռացված պահքային ավանդական ուտեստները, որոնց մասին կարելի է հիշել եւ տեսնել պահքային սեղանին։ Ես ընդհանուր կասեմ, Սամվել ջան, հայկական խոհանոցում ներառված են 300 անուն վայրի ուտելի բույսեր։ 300 անուն վայրի ուտելի բույսեր, այդ թվում նաև հատապտուղներ բնականաբար։ Սրանցով եւ ծավարեղենով, անդեղեններով, այլ բանջարեղեններով կոմբինացիաներ, որքան է հնարավոր, այս պատկերացնենք, հազարավոր կոմբինացիաներ։ Իսկ իրականում նույնիսկ մեր ավանդական ամենազգային, ասենք, հարիսաների տարատեսակների մեջ նույնիսկ կա պահքի տարբերակներ։ Կան հարիսաներ ընկույզով, հարիսաներ վայրի բույսերով զորօրինակ ավելուկով, չգիտեմ, ալագյաստ, սիպտկուկ եւ այլն, եւ տարբեր ընկուզեղեններով, չրերով։ Այնպես որ խոհանոցը եւ խոհարարությունը երևակայության նաեւ արդյունք է եւ խոհարարությամբ զբաղվող մարդը պիտի ունենա վառ երևակայություն։ Այդ մեծ պահքի շրջանը շատ հաճախ նաև դիետաների է վերածվում, հիմա կողովածն չի, բայց թե այդպես է, նաև մարքեթինգային տեսանկյունից տարբեր ընկերություններ են սա օգտագործում, այդ ձեր տեսակետ է հարցի վերաբերյալ, արդյոք սա պահելու բուն իմաստը չի փչացնում, թե ամեն դեպքում ծածկում է։ Այո, ծածկում է։ Իրականում, տեսեք, ինչ են առաջարկում սննդաբանները կամ մարդիկ, ովքեր հանձ են առել մարդկանց ճիշտ սնվելու ձևը ցույց տալու։ Ասում են դիետայով սնվեք, չէ՞։ Իսկ դիետան հայերեն ինչ ենք ասում ենք։ Սննդակարգ։ Իսկ սննդակարգ եթե բացում ենք, ինչ է կոչվում, կարգով սնվել, չէ՞։ Իսկ մենք ինչ է պիտի պահքի ժամանակ մենք կարգով սնվենք, մնացած ժամանակ անկարգ, թե ընդհանրապես մենք պիտի սնվենք կարգով։ Սա շատ մեծ նշանակություն ունեցող հարց է եւ մենք այս նշածս ազգային խոհանոցի զարգացման ռազմավարական հայեցակարգի մեջ մի առանձին կետ է սնվելու մշակույթի մասին։ Սնվելու մշակույթը պիտի ներդնենք։ Այսինքն ոչ թե մեր առիթից առիթ մտածենք կարգով սնվելու մասին, այլ ընդհանրապես պիտի կարողանանք նաեւ դպրոցներում դասավանդելու միջոցով սնվելու մշակույթը տարածենք։ Այ կան բայց փոքրիկ ինչ-որ խորհուրդներ, թե ինչպես կարելի է սննդակարգը ճիշտ կազմակերպել, ճիշտ սնվել, հավասարակշռված սնվել, կան փոքրիկ խորհուրդներ։ Խորհուրդներ փոքրիկ պահքային շրջանի հետ կապված։ Չկա, պահքի շրջանում ընդհանրապես հիմնական դրված է, որ սնունդը պիտի լինի բուսական։ Բայց մենք տեսեք, մենք երբ որ սկսեցինք մեր աշխատանքները, նախ պիտի հասկանայինք, թե ինչին ենք տիրապետում, այսինքն պիտի գույքագրեինք, տեսնեինք ինչ ունենք հիմա, X քանակի, 1000, 5000, չգիտեմ, այս բոլոր կերակրատեսակները պիտի
պիտի առանձնացնեն եւ բաշխվեն ըստ նշանակության։ Այդ թվում եւ պահքի ժամանակաշրջանի, մանկական որպես սնունդ, դպրոցական սնունդ, ռազմական, զինվորական սնունդ, սպորտային սնունդ, պաշտոնական սնունդ, այդ ամբողջը պիտի դասակարգվի մասնագետների նաեւ միջոցով շնորհիվ։ Այն ժամանակ մենք կարող ենք ասել, որ այո, խորհուրդներ ինչպիսի խորհուրդներ պիտի լինեն այս կամ այն կերակրատեսակի մասով, երբ ընդունեն, երբ է կարելի այդ կերակուրը ընդունել, ինչ եղանակով, ինչից հետո, ինչից առաջ եւ այլն։ Իմ նշած սնվելու մշակույթը հենց եթե ամփոփ ասեն, ներառում է այս բոլոր հարցերը։ Եթե մի այսպիսի հարց էլ, հա, հայկական խոհանոցը արդյոք ավելի շատ պահքային եւ բուսական է, թե ավելի մսային է։ Ինձ այս հարցը միշտ տանջում է, որովհետեւ երբ մենք խոսում ենք ավանդական ուտելիքների մասին, օրինակ ղափաման նույն, այս ամեն ինչ ոնց որ ավելի շատ բուսական է, քան մսային։ Նախ նշեմ, որ մի գիրք մոռացա ասեի, որ գրել ենք, տպել ենք, դա մի քիչ 14 թվականին ա եղել, մոռաց, այսպես GIZ կազմակերպության հետ ենք տպագրել, նշանակ գիրքը կոչվում է Մարգագետնից խոհանոց տատիկի գաղտնիքները։ Այնտեղ ներառված են 120 կերակրատեսակներ, որոնց 80%-ը վայրի ուտելի բույսերից է։ Սա որպես համաշխարհային, որպես խոհարարական այդ մտքի մասով, սա բացառիկ երևույթ է։ Ես չեմ հանդիպել որևէ ազգային խոհանոց, որտեղ առանձնացված լինեն մոտավորապես 120 կերակուր, որոնց 80%-ը վայրի ուտելից բույսերից լինի։ Սա մեկ։ Ես համարում եմ, որ աշխարհի ամենահավասարակշռված խոհանոց հայկական խոհանոցն է։ Որովհետև տեսեք, մի մասը մի հետաքրքրվողների, բայց ոչ բանի մասների, ասեմ, խոհանոցի մասով։ Մի մասի կարծիքով մեր խոհանոցը շատ բանջարեղենային կամ վայրի բույսերից է, ելնելով մեր սոցիալական վիճակը, կոպիտ ասած, աղքատ ենք եղել, տենց սարերից բանենք։ Մի մասն էլ ընդհակառակն ասում են, մենք շատ ծանր, շատ յուղալի, շատ մսային խոհանոց ունենք եւ այլն։ Իսկ իրականությունը դրա համադրության կամ դրա մեջտեղում է։ Մեր խոհանոցը աշխարհի ամենահավասարակշռված խոհանոցներից մեկն է եւ որտեղ կան եւ մսային կերակրատեսակներ եւ բանջարեղենային եւ այս 120 կերակուրներ, որ ասում են ձեզ նվեր, որ ավետյանը որպես բուսական թող լինի։ Պարոն Մամուլյան, բայց անդադ մենք ունենք շատ մեծ հարուստ ավանդական, ինչպես դուք նշեցիք, խոհանոց, արդյոք ժամանակակից սերունդը հետաքրում էր հայկական ավանդական ժամանակակից եւ ինչու ոչ հին ավանդական խոհանոցով։ Մենք հիմա տեսնում ենք, որ ավանդական խոհանոցը բավականին թրենդային է դարձել։ Ինչով դա, դուք եք դա նկատում, ինչով դա կպայմանավորեք։ Ես ոչ թե նկատում, ես դրա մեջ եմ։ Եվ տեսեք, մի ռեստորան, որը շատ լավ գովազդվում է, եւ շատ լավ սեփականատեր եւ ավագ խոհարարը մեր իմ աշակերտն է եւ իմ սանիկն է եւ մենյուն էլ մեր բանից։ Վերջերս երբ որ մենք հանդիպեցինք, մի շատ ուրախալի լուր ասեց։ Ասեց արդեն 2 տարի է, որ թե մի տարի, այդ տարին կարող է բան լինել, որ մեր այս կերակրատեսակը, օրինակ տապակա արմավիրը, արդեն ավելի շատ է վաճառվել, քան մաղարից որևէ կերակուր հայկական խոհանոցում։ Իսկ դա գիտեք ինչ է նշանակում։ Դա նշանակում է հեղափոխություն։ Որ հայկական ռեստորանում, հայկական խոհանոցում ինչ որ մի բան խորովածին անցնի, ինչ որ մի հայկական կերակուր շրջանառության առումով, դա մեծ ձեռքբերում է, շատ մեծ ձեռքբերում է, որը էլի մեր շնորհիվ, էլի մեր նաև մասնակցությամբ, մեր մշակած կերակրատեսակներին, կոնկրետ արմավիր, տապակ արմավիրը մշակել եմ ես անձամբ եւ իմ ընկերների հետ, իմ գործընկերների, մեր կազմակերպության խորհրդի անդամների հետ։ Սա պիտի տարածել, սա պիտի շատացնել։ Հիմա արդեն քո նշած այդ շարժը եւ այդ զարգացումը կա։ Եվ դա, բայց երբեք պետք չի բավարարվել եւ պիտի շարունակենք։ Շատ լավ։ Եվ եկեք վերջում հասկանանք, պարոն Մամուլյան, ինչ խորհուրդներ կտա կամ ուղերձ մեր հեռուստադիտողին, որ մեծ պահքը ոչ միայն հոգեոր վերաբերվեն, այլ նաև վերաբերվեն որպես խոհարարական մշակույթի
ավելի արժևորելու օգտագործման ուղղությամբ։ Որովհետև կներեք, կա տեսակետ, որ սնունդը ինքը հաճույք է սնունդ ընդունելը եւ պահքի հիմնական իմաստը այն է, որ մենք մեզ զրկենք հաճույքներից։ Սնվելը կենսաբանական պահանջ է, բայց նաև հաճույք է։ Այո, ճիշտ եք ասում։ Այստեղ հարաբերակցությունը ուղղության պիտի կողմնորոշվենք, իհարկե, որ չափով ենք հաշվի առնում եւ կարեւորում դա որպես կենսաբանական նշանակություն, որ չափով որպես հաճույք։ Բայց տեսեք, մի հարց տամ ես։ Ասենք, եթե եկեղեցին կամ մեր ավանդույթները չհուշեին, օրինակ, փետրվարից, որ մենք սկսեինք բուսական բանը։ Գիտեք, որ մեր օրգանիզմը անկախ դրանից սկսում է բեռնատապման շրջան, օրգանիզմը ինքն էլ է պահանջում։ Այսինքն, այստեղ եւս մեր եկեղեցական տոնը եւ մեր օրգանիզմի պահանջը համատեղվել են եւ շատ կարևոր է դա եւ շատ լավ է, բայց շատ կարևոր է, որ մենք հասկանանք, դա անում ենք ոչ թե ուղղակի նիհարելու համար, այլ դա անում ենք ուղղակի մաքրվելու համար, թե ֆիզիկապես, թե մեր մտավոր եւ հոգեվոր այդ ծանրաբեռնվածություններից, որը կուտակել ենք ամբողջ զմրանը։ Սա շատ կարևոր է, որ մենք գիտակցենք։ Ընդհանրապես, գիտեք, եկեք հավատանք ընդհանրապես գոնե այս ամենին, ինչ որ մենք ասում ենք, որտեղ մի քիչ բան կա մեր հասարակության մեջ, վերապահում կա հավատալու նկատմամբ։ Ամեն ինչի, գիտեք, հարցը այստեղ քրիստոնեության կամ հաստատկրոնական չէ, ընդհանրապես մի քիչ կորցրել ենք հավատքը։ Եվ այս լուրջ խնդիրը, որը մեր օրգանիզմի շատ լուրջ կենսական պահանջն է, վերածել ուղղակի տենց կոսմետիկ ինչ-որ բանի չարժե։ Շատ լավ, շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնենք, որ հյուրընկալել ենք հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանին։ Կարծում շատ ինֆորմատիվ զրույց էր ինչպես մեզ համար, այնպես էլ հեռուստադիտողի։ Այս պահին ինչ ենք անում։ Այս պահին լսում ենք երաժշտություն։ Հրաշալի։